Սիրելի խեցգետիններ, բարի օր, այսօր մարտի 5-ն է։ Իմ օրացույցով Յուպիտերի օրը։ Յուպիտերը, որ գտնվում է ձեր նշանում եւ ինքը դառնալու ուղղընթաց մարտի 11-ին, ահա, պատահականություն չի լինում, նման համընկնելիություն եւ այդ լավ լուրը իհարկե ձեզ համար ինքը կբերի հաջողություններ եւ օգտվեք, մաքսիմալ օգտագործեք, քանզի մինչեւ հունիսի վերջ ինքը մնալու է ձեր նշանում, հետո արդեն կմտնի ձեր ֆինանսների տուն, կարծում եմ կփորձի ձեր ֆինանսական հարցերը կարգավորել, այնտեղ ոմանք երեխայի հարց կարգավորել եւ այլն, ծանրաբեռնված լինելու Յուպիտերը ձեր համար։ Եվ նշեմ, որ դուք 10-րդ տեղից բարձրացրեք 9-րդ տեղ, իսկ ավելի ճիշտ աղեղնավորի հետ տեղերը փոխել եք, աղեղնավորը 9-ից իջել է 10, իրար հետ պայմանավորվել են խեցգետինը եւ աղեղնավորը, տեղերով փոխվել են, ահա։ Հիմա ինչ իրադարձություն է եղել, այսօր մարտի 5-ն է, արդեն մարտ ամսվա մեջ ենք, դա ուղղակի նրանից է, որ փետրվարն է 28, կիսատ պրատ այդպես կիսատ պրատ, դրա համար այդպես թվում է, թե ուշ եմ ներկայացնում, ինչևէ, տեսնեք ինչ ենք բաց թողել, մարտի 2-ին, հենց սկզբից Մարսը փոխել է իր նշանը, այդտեղ ձկան նշան է մտել եւ կմնա մինչեւ ապրիլի 10-ը, ինքն էլ է ջրի նշան, բնականաբար ձեզ համար լավ է, բայց ընդհանուր եթե վերցնում ենք, լավ չի կարող լինել Մարսի համար, որտեղ ինքը կրակի մոլորակն է, հանկարծ հայտնվել է ջրի մեջ, չէ, բնականաբար այստեղ դժվարություններ կան եւ մենք տեսնում ենք աշխարհում, որտեղ Մարսը հենց ինքս ենք, ու մենք այդ դժվարությունները տեսնում ենք, ահա, եւ իհարկե արդեն ապրիլի 10-ից հետո 10-ին ինքը արդեն կմտնի խոյի նշան եւ գործերը այդպես շատ ավելի արագ կլինեն եւ դուք զբաղվեք ձեր նպատակների իրականացմամբ եւ ինչ ենք բաց թողել նաեւ լուսնի ամբողջական խավարումը ես պարզապես պիտի ասեմ որովհետեւ դա շարունակական է որովհետեւ Մարսը ամիս 1 շաբաթ 1 ամիս 1 շաբաթ ինքը մնում է ձկան նշանում այսինքն կապ չունի որ դա երկուսին է եղել ինքը մի ամիսը դեռևս արժում է այնպես որ ես պիտի ասեմ եւ դուք պիտի իմանաք դրա մասին եւ մարտի 3-ին ամբողջական խավարումը լուսնի Հայաստանի ժամանակով 15:37 րոպե 42 վայրկյան կատարվել է արևև լուսին հակադրվել են 13 աստիճանում եւ այն տեղի ունեցել կույսի նշանում։ Ձեզ համար վատ չի բոլոր դեպքերում կույսի նշանը, բայց այստեղ ասեմ սովորաբար դա տանում է նրան, որ մարդիկ լքում են իրենց տունը, իրենց ընկերներին, իրենց հարազատներին, այսպեսի զգացողություն։ Իհարկե դա կարող է լինել բացի պատերազմական վիճակից, հա, սա որտեղ ընդհանուր է, հնարավոր տեղափոխվում են ուրիշ տուն, հնարավոր է, որ տեղափոխվում են ուրիշ հարազատի տուն կամ փոփոխություն է տեղի ունենում, մի խոսքով ընկերների, հարազատների այստեղ տեղափոխություններ կարող են լինել եւ այլ երկիր են գնում եւ այլն այդ ամենը պարգևում է ահա այս լուսնի խավարումը ձեզ համար ասեմ բոլոր դեպքերում ինքը ձեզ այսինքն վատ նպատակով չի լինի ձեզ համար լավ նպատակներ կլինեն կարող տեղափոխվեք ուրիշ բնակարան նոր բնակարան եք առնում տեղափոխվում եք առանձնանում եք ձեր հարազատներից կամ ամուսնանում եք առանձնանում եք կամ մի խոսքով կամ ձեր հարազատներն են գնում ի վերջո դուք մնում եք մենակ հանգիստ ձեր տանում ինչևէ այսպիսի փոփոխություններ են ձեզ համար լավ ասենք մոտապես այս տրամադրության մեջ կլինեն փոփոխությունները ասենք ի տարբերություն երկօրյակի աղեղնավորների եւ ձկների ահա եւ վաղը քանի որ այսօր 5-ն է վաղը արդեն Վեներան կմտնի խոյի նշան, այնտեղ կմնա մինչև մարտի վերջ, որովհետև արդեն հետո մտնելու է արդեն 30-ին ցուլի նշան, ահա, եւ իհարկե այստեղ գիտեք շրջագայություններն արդեն ավարտվել են, ամուսնական դատական թեմաները իրավական կամ անպայման չի դատական իրավական ինչ-որ փաստաթղթային հարցեր եւ այլն ուրեմն ավարտվել են հիմա շատ կոնկրետ զբաղված եք բուն նպատակով ձեր նպատակների իրականացմամբ այսպիսի իրավիճակ է
սիրելի խեցգետիններ եւ մարտի 11-ին ինչպես որ արդեն ասացի Յուպիտերը որ գտնվում է ձեր նշանում իսկ ինքը լինում է 12 տարին մեկ անգամ եւ տալիս է մի շարք լավ գիտեք հաջողություններ է բերում անպայման նայած մարդ որ տարիքում է եւ ինչի կարիք ունի հա մեկը կարող է ընդունվել բարձրագույն մեկը կարող է ամուսնանալ մեկը կարող է ասենք աշխատանքի բարձր պաշտոն ստանալ, աշխատանքի անցել եւ այլն շատ տարբեր կամ ասենք գնա արտերկիր, այնտեղ ինքը ասենք իր համար արդեն ստեղծված են լավ պայմանները, կամ բնակարան գնի, կամ երեխա ունենան եւ այլն, այսպիսի լավ բաներ կա, այնպես որ սիրելի խեցգետիններ օգտվեք այդ հնարավորությունից եւ ուրեմն մինչեւ հունիսի 30-ը ձեր նշանում է լինելու եւ բնականաբար դա շատ լավ է ձկների եւ կարիճների համար հենց ի սկզբանե ես սա նշում եմ որովհետեւ դու կարող եք ձկան նշանում կամ կարիճի նշանում մոլորակներ ունենա կամ ձեր ասցենդենտի նշանը լինի կամ ձեր դուք նայում եք իմ ասենք ասցենդենտի նշանում եք արևի նշանը լինի հա դրա համար ես նշում եմ նաեւ ցուլերի եւ կույսերի համար կարող է լավ լինել ահա Յուպիտեր այնպես որ այդպես օգտվեք այդ հնարավորությունից եւ լավ առաջ չանցնեմ հիմա խոսենք սպիտակ լուսնի մասին որը փոխում է իր նշանը սև լուսինը արդեն փոխեց իր նշանը հիմա արդեն սպիտակ լուսինն է փոխում ինքը յուրաքանչյուր նշանում ի տարբերություն սև լուսնի մնում է 7 ամիս փաստորեն մարտի 13-ից մինչև հոկտեմբերի 12-ը սպիտակ լուսինը լինելու է կույսի նշանում դա ձեզ համար շատ ավելի լավ է քան ասենք երբ ինքը կտեղափոխվի կշարքի նշան չնայած լուսնի ներկայությունը կույսի նշանում առանձնապես լավ չի եւ դրա համար բայց քանի որ ես ասացի այստեղ ուրեմն նույնիսկ սպիտակ լուսինը այստեղ հեռացումներն են ավելի շատ հեռացումները բաժանությունները բայց ձեր դեպքում լավ բաժանություն այսինքն դուք կարող եք առանձին ընտանիք կազմել բաժանվել այդ առումով կամ տեղափոխվել լավ ավելի հարմարավետ բնակարան նորից ասենք այսինքն լավ իրադարձություններն են տեղի ունենում բոլոր դեպքերում դա ուրեմն կկատարվի այսպիսի երանգ ունենա ձեզ համար դա լավ եւ նորից այսպես կարծես է դատապարտված լինեն երկվորյակները, աղեղնավորները, ձկները իրենց համար որոշակի դժվարություններ կլինեն, իրենց վրա պիտի հույսը դնեն այդ նշանները եւ մարտի 19-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 5:23 րոպե 17 վայրկյան արևելյան լուսինը կմիավորվեն 27 աստիճանում եւ այն տեղի կունենա ձկան նշանում դա նորից նշեմ որ ձեզ համար լավ է որտեղ ձուկը եւս ջրի նշան ինչպես եւ դուք եւ այնպես որ այս սկիզբը կարծում եմ լավ սկիզբ կարող է լինել Եթե ինչ-որ իրավական հարցեր մեկ հաջողություն կունենաք, եթե ամուսնական հարցեր են կարող է եւ հաջողություններ լինել եւ արտերկրի հետ կապված համենայն դեպս ձեզ համար շատ ավելի իհարկե կապված է ձեր անձնական քարտեզով թե ինչ մոլորակներ ունեք, եթե աղնավորում երկվորյակում կույսի նշանում շատ մոլորակներ ունեք, այստեղ արդեն որոշակի դժվարություններ կլինեն։ Սա պիտի մենք նկատի ունենանք եւ իհարկե կարևոր իրադարձությունը հաջորդ երկու կարելի է ընդգծել երկու իրադարձություններ դա լուսնի ամբողջական խավարումը եւ երկրորդը դա գարնանային գիշերը հավասարը մեկը լավը չէր մյուսը այսինքն երկու լուր ունեն մեկը վատ մեկը լավ սկզբում վատ ասեցինք լուսնի խավարումը հիմա լավն եմ ասում դա գարնանային գիշերը հավասարն է այսինքն արևը մտնում է խոյի նշան այդտեղ արևը բարձրակետում է եւ դա լավ է այդ առումով լավ իրադարձություն է այնտեղի ունենալու Հայաստանի ժամանակով 18:45 րոպե 46 վայրկյան եւ այստեղ սիրելի
խեցգետիններ հավանաբար ճանապարհը կլուսավորի դեպի փայլուն պայծառ ապագա, այսպեսի լավ բաներ ասենք, դժվարություններ միշտ կան, անիմաստ է խոսալ դժվարությունների մասին, ավելի լավ է խոսենք նպատակների իրականացման մասին, եւ այսպես Գարնային գիշերը հավասարը, ես ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ եւ դուք բոլորդ անպայման այդ օրը մեկ-մեկ ու շնորհավորեք, հիմա էլ կարող եք շնորհավորել ապագա, ոչինչ, այդպես լավ բաները կարելի անընդհատ եւ ավելի շուտ սկսել շնորհավորել եւ իհարկե հաջորդ օրը 21-ին արևածագը բոլորս միասին դիմավորում ենք 78 րոպե, իսկ այն հայերը ովքեր դրսում են ապրում, թող իրենք ճշտեն թե տվյալ երկրում, որտեվ ասենք Հայաստանում 78 րոպե, տվյալ երկրում քանիսին կլինի 1 ժամ, 2 ժամ, ուրեմն տարբերությամբ 3 ժամ, թող ճշտեն եւ անպայման ուրեմն այդտեղ հենց դիմավորեն արևածագը եւ նրանք ովքեր նշում են ամանորը կարող են միանալ ինձ եւ նշել եւ հենց նույն 21-ին նույն օրը ուրեմն Մերկուրին դառնում է ուղ ընթաց, որովհետեւ ինքը դեկտեմբերի 26-ին փետրվարին սորի համար նոր մարտը նոր տարին է սկսում իմ օրացույցով փետրվար ինձ համար դեկտեմբերից զգացողությամբ որ ինքը անցյալ տարին է էլի սրանից է գալիս ուրեմն փետրվարը ուրեմն 26-ին Մերկուրին ձգանշանում դարձել է հետընթաց եւ իհարկե 21-ին երբ մենք կդիմավորենք արևածագը Մերկուրին էլ այդպես ճանապարհ կընկնի ուղիղ եւ խնդիրներ չի ստեղծի ամեն ինչ կլինի լավ իսկ արդեն ինչպես որ ասացի 30-ին մարտի Վեներան կմտնի ցոլի նշան որ ձեզ համար շատ ավելի լավ է քան այն որ գտնվում է խոյի նշանում բոլոր դեպքերում գիտեք պատերազմական վիճակը օրինակ հիմա ասենք Իրանում էլ չէ կան հայեր կամ այլ երկրներում ընդհանուր այս լարվածությունը որ կան հայեր որոնց երեխաները գնում են կռվում են մի խոսքով այնպես չի որ խոսքը միայն Հայաստանի մասին է դա վերաբերում է բոլոր հայերին ընդհանուր ծանր վիճակ է ոչ այդպես լավ ես զգուշացրել էի մարտ ամսվա մասին ամիսներ շարունակ դրա մասին ասում էի որ ծանր է լինելու մարտ ամիսը այնպես որ դրա մասին իմացեք եւ եղեք զգոն այսինքն արդեն գիտեք որ հետընթաց Մերկուրիի ժամանակ նոր գործեր չենք սկսում ինչ որ հարցեր եւ այլն այդպես կարեւորագույն հարցեր չենք ուրեմն նկայացնում նոր աշխատանք եւ այլն ընդհակառակը ուրեմն վերանայում ենք փորձում ենք հասկանալ ինչ է կատարվում ստանալ ձեզ ուզող հարցերի պատասխանները հետընթաց Մերկուրիի ժամանակ շատ լավ հարմար ժամանակ է որպեսզի դուք կարողանաք վերլուծել եւ հասկանալ թե ինչու է ձեզ հետ այսպես կամ այնպես եւ այլն լավ քանի որ դուք վերջին քառյակում եք գտնվում այսպես ասած երկրորդ վեցինակում կամ երևի ես այսքանով ավարտեմ քանի որ նրանց ում շատ չի հետաքրքրում ես այդպես շատ չեմ մանրամասնում եւ այսքանով ես կավարտեմ սիրելի խեցգետիններ բոլոր դեպքերում ես ասացի կարեւոր բաներ ձեզ համար իսկ մնացած արդեն կախված է ձեզանից կլինեն շատ դիտումներ առաջ կանցնեք ավելի շատ ինֆորմացիա կստանաք այսքանը լավ եղեք առայժմ